Դու գլխին ուզում են գործ արկեն այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց դուք վստահ եղեք, էսի ժամանակա վրա։ Հիմա ես այդ կուսակցության ներկայացուցիչներին եմ ասում, ես ոչ թե ձեզ հորդորում եմ։ Օրինակ ես որ դժվար վիճակների մեջ եմ գնում, միջև հիմա էլ տենց է իմ մոտ մեծ հաշվով։ Եթե ես վստահ որոշում, ասենք ես մեծ որոշում եմ կայացնում, մի պահ պատկերացնում եմ, ասենք եթե հայրս կողքս լիներ, ինձ ինչ խորհուրդ կտար։ Հիմա Վարդան Ղուկասյանի կուսակցությունը որոշում է կայացնում։ Էլ մի հատ պատկերացի, եթե Վարդան Ղուկասյանը դուրսը լիներ, ինչ էր ասելու իրանց։ Լսեցիք ինչ է ասում ձեզ։ Հիմա մնացածը ձեր գործն է, դուք կանեք, չեք անի, որովհետև ես իրավասու չեմ միջամտելու եւ ինչ որ հորդորելու ձեզ ուղղություն ցույց տալու։ Ուղղակի երբ որ լսեցի դուք հրաժարվել եք, ձերբակալված ինքը ձերբակալված է եւ սրան նպաստել Հայաստանի կառավարությունը, հա, կոնկրետ անուններ է հնչել, ես ձեզ վստահեցնում եմ հենց այս փաստի համար։ Եթե ձեզ վախեցրել են, գրեք ինձ։ Իհարկե ես Վարդան Ղուկասյան չեմ, այդպես բան չեմ կարող ասել, բայց ես կհրապարակեմ անպայման, կասեմ, որ ձեզ ահաբեկել են։ Հակառակ դեպքում, ազնիվ խոսք եմ ասում, ինքեր կուսակցականներ, ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում ձեր որոշման մեջ։ Բացարձակապես։ Ես ձեր ավելին ասեմ, ինչի ասել եմ, միջև ես անկեղծ ասեմ։ Ես ձեր որոշումը համարում եմ դավաճանական Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Լավ է։ Բայց իրեն դրա համար են ձերբակալել։ Հիմա անկախ ինձանից ես դառնում եմ այս ընտրաշավի մի մաս։ Ես ընդհանրապես չէի որոշել։ Ուղղակի ես կամ մարդ, որից խնդրել է, նաև խնդրել են, որ ես հաղորդեմ բոլորին, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, որ մարտի 10-ին ժամը 8-ին անպայման լինեն Լաս Վեգասի դատարանի մոտ։ Հասցեբան ես չեմ հիշում, որ դուք ուզենաք գտնեք, էլի։ Հա? Մարտի 10-ին, ասկի մյուս երկուշաբթի առավոտյան ժամը 8-ին։ Ինձ ես չեմ կարող ուղղակի այդ մարդկանց մերժել։ Ես այդքան տղամարդու, այդքան կանանց ես ոչ մերժեմ, չգիտեմ։ Մանավանդ որ բան չեն խնդրում, մանավանդ որ ու ես նայում եմ կուսակցությունը հրաժարվում է իրականացնի Վարդան Ղուկասյանի պլանները, ասենք ինչի համար իրեն ձերբակալել են։ Հիմա գնացեք, նստեք, ժողովարեք եւ ասեք, եթե Վարդան Ղուկասյանի ձեռը հենց հիմա միկրոֆոն լիներ, ինչ կասես ձեզ։ Այս դրա դուք շարժվեք։ Ես նորից եմ ասում, ես իրավասու չեմ, ոչ մի բան ձեզ հորդորելու եւ բան, բայց ես կարող եմ չեմ ունենալ իմ կարծիքը։ Իմ կարծիքով դուք դավաճանում եք ուղղակի Վարդան Ղուկասյանին։ Մնացածը ձեր գործն է։ Սանով ես այս մասը ասեմ եւ էլի կարեւոր մասեր կա։ Եթե դուք չանեք, չվերցնեք Գյումրին, հա, մենք սա ունենք արդեն։ Սա գնալու է առանց կանգնելու, առանց խոչընդոտի։ Ճիշտ է, Գյումրին վերցնելը Հայաստան վերցնել չի, բայց եթե դա այդքան էական չլիներ, Վարդան Ղուկասյանին չէ ձերբակալի դա։ Հասկանում եք, Գյումրին վերցնելը այս իշխանության համար շատ կարևոր է, նախ խորհրդի անունով առումով, որտեղ իրանք վերցեցին Գյումրի սկսեց, չէ՞ իրանք քայլերը։ Երկրորդն էլ ամեն դեպքում Գյումրին երկրորդ քաղաքն է։ Գյումրին վերցնելուց հետո Երևանը վերցնել այսպես է լինելու։ Եվ հետեւաբար Հայաստանը։ Դրա համար իրանք չեն ուզում նույնիսկ դուք Գյումրիում ակտիվանաք, իսկ դուք վերցնում եք ու հրաժարվում եք այդ ընտրությունների մասնակցելու։ Դա մանել sense հայտարարություն, հլսս բան չեմ ուզում ասեմ, բայց ոչ չասեմ։ Հլսա դեմքին նայեք։ Ասում եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան մեր տարածքնորանցներից, թուրք վարորդները կփոխարինեն նրանց։ Եթե ադրբեջանցի վարորդները, ասկե մենք դառնալու ենք պրախատնոյնի դվոր, կներեք, բարդակ։ Ադրբեջանցին, եթե ինքը հոգեբանական խնդիր, մի հատ հոգեբանական սպասարկման կենտրոն դրեք, ԿՊ-ականներով բաղկացած։ Դուք ունեք, չէ՞, ձեր ամբողջ ԿՊ-ն իրան լավ աջակցություն կտա հոգեբանական։ Մի հատ կենտրոն դրեք, որ այդ վարորդները գնալ գալուց մի հատ իջնեն ձեր մոտ լիցքաթափվեն, հոգեբանորեն գոտե պնդվեն, հետո շարունակեն իրենց ճանապարհը։ Ժորժա, մասա դեմքին նայեք։ Ինչ եք տենում սրա դեմքին։ Եթե մենք ոչ մի բան չանենք, այս դեմքով այս ադրբեջանցիներին հոգեբանական օգնության համար վաղը մեր տներն են բերելու։ Ասում եք Գյումրի ընտրություններից հրաժարվենք։ Կամ էս մի տականքը։
Դրսանց նայեք։ Հələ սա ասած հատուկ ընտրած են սրանք բոլորը։ Որովհետև եթե մարդը էս դեմքը չունենա, այնով էր ասել, որ ամենամեծ հիմարությունն է մարդու դեմքից չդատել մարդու մասին։ Էս դեմքով դες վախը նույնիսկ չի կարողանում կամերային նայել, կողքերն են նայում։ Էս դեմքով մարդը մեր եւ թույլ պատգամավորների տեսակետները համընկնում են։ Իսկ ով էր կասկածում։ Իսկ ով ասեց ընդհանրապես դուք կարծիք ունեք, ձեզ ինչ ասում են, այն կրկնում եք էլի։ Թույլ պատգամավորները։ Ասմանտրություններից հրաժարվենք։ Բայց մարդն չէ այդքան իրենք ճողում ընդեղ։